Փողապետ ժողովուրդ ջան։ Վրաց փողապետ, օգնեք մի կին կա, շատ վատ վիճակում է հայտնվել, իրան պետք է բնակարան գնել։ Խնդրում եմ էլի օգնեք, ինչ կա։ Չունի ժողովուրդ, չունի, ձեռը մի կոպեկ չկա։ Իրոք չկա որ կին է էլի, ոչ մի բան չունի։ Մի հատ տուն ուներ, էդ էլ ձեռից առել են։ Մի հատ խնդրում եմ նայեք ինչ վատ վիճակում են հայտնվել այս մարդիկ։ Այս կինը մասնավորապես ինչքան վատ վիճակում է հայտնվել։ Նայեք այս տեսանյութը ու հասկացեք, որ պետք է էլի նայեք։ Բարև ձեզ սիրելի ժողովուրդ։ Ինչպես արդեն հայտարարել էի, իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է, թեև որոշակի խառնաշփոթ առաջացավ պայմանավորված այն հանգամանքով, որ ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, իսկ ես նշել էի այդպես, որովհետեւ մենք այլ ամուսնություն չունենք։ Այսօր փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը, բայց քանի որ շատ սպասելի է, որ առաջիկայում տաքսիստները, տաքսիու վարորդները տարբեր անհայտ առանձինք տրանսպորտներում վստահաբար տարբեր տեղեկատվություն կտարածեն իմ մասին, մասնավորապես թե ոնց եմ ես այս տունը վերցրել հիմքից եւ հետս տարել, անհրաժեշտ եմ համարում մի քանի փաստ անձամբ ձեզ տեղյակ պահել։ Փաստ առաջին ես տուն չունեմ, այն տունը, որ վարկով գնվել է դեռ շենքը կառուցման ճանապարհին է, հետևաբար ես տեղափոխվում եմ վարձակալած բնակարան։ Այն պարագայում, եթե ասեն դոլարային միլիոնատեր եմ, հաշիվներ ունեմ դոլարային օֆշորային գոտիներում, չգիտեմ, դղյակներ եւ այլն, հարկ եմ համարում ասել, որ իմ հաշվի համարին կա գումար տան վաճառքից մնացած, թիվը չեմ հիշում, որովհետև երբեք չեմ հետաքրքրվում, որից ծախսվել է անձնական պատակներով ինչ-որ գումար, իմ քարտին կա գումար իմ քայլի հիմնադրամի աշխատավարձից եւ եկամտային հարկի վերադարձից կուտակված գումար, դա հիշում եմ, որովհետև ամեն անգամ բացելիս երևում է 5 միլիոն դրամ։ Կարծում եմ ինձ բավարար է ապրելու համար։ Ես չունեմ մեքենա, բնականաբար ես չեմ ունենա պետական պահպանություն, այնպես որ եթե Երևանի փողոցներում ես տեսնեք միայնակ քայլելիս, խնդրում եմ չզարմանալ եւ խնդրում եմ նաեւ չվիրավորեք, որովհետև անցած մոտ 8 տարվա ընթացքում եւ սովորաբար չափով վիրավորամ լսել եմ։ Ես ցանկություն ունեմ շարունակել աշխատել որպես իմ քայլի հիմնադրամի գործադիր տնօրեն, որովհետև դա վարչապետական ինչ շատ պետք է, բայց կարծում եմ, որ միայն իմ ցանկությունը քրեվս բավարար չէ դրա համար եւ բացի այդ դատելով երեկվա հակակոռուպցիոն կոմիտեի եւ լրագրողի միջև տեղի ունեցած հարցի պատասխանից չի բացառվում, որ ես քրեական պատասխանության ենթարկվում որպես իմ քայլի հիմնադրամի գործադիր տնօրեն, կյանք է գուցե եւ հնարավոր է այդպեսի զարգացում, ինչ արած կապրենք կտեսնենք։ Անհրաժեշտ եմ համարում նաեւ ձեզ ցուցադրել այս զարդերը, որոնք արարողակարգային նվերներ են այս տարիների ընթացքում ինձ տրված, որոնք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ իրենցից կոռուպցիոն վտանգ չեն ներեցել եւ թերևս մի 7 ամիս առաջ հանձնվել են ինձ, սրանցից ոմանք կրել են, ոմանք նույնիսկ չեմ կրել, բնականաբար ես այս բոլոր նվերները, զարդերը եւ այս հագուստը, որոնք նույնպես կարծում եմ բավականին թանկարժեք են, հանձնում եմ պետությանը։ Սիրելի ժողովուրդ, այս տուփերի մեջ անձնական հագուստը եւ անձնական հիգիենայի պարագաները, ուրիշ բացարձակապես ոչինչ։ Բայց քանի որ ինչ որ իմաստով կածած հրաժեշտի տեսանյութ է ստացվում, մի բան կա, որի մասին ուզում եմ ձեզ հատուկ ասել։ Խոսքը վերաբերվում է անցած 8 տարիների ընթացքում որպես վարչապետի տիկին իմ տարբեր հարթակներում ներկայացած կերպարներին, որոնց հետ կապված հսկայական աժոտաժ է եղել, քննադատություն եւ այլն։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ այս ամբողջ ընթացքում զգեստապահարան ձևավորելու եւ այլն համար ես չեմ ունեցել գումար, 0 գումար է, 0 բյուջե է եղել եւ ես այս տարիների ընթացքում բարես բնի իմաստով աճպարարություն եմ արել տարբեր հարթակներում, տարբեր կերպ ներկայանալու համար եւ եթե ինչ-որ կերպարներ հուսահատեցրել են կամ վրդովեցրել են, կներեք իհարկե, ես ուզում եմ նորից արեցից օգտվելով 1000-րդ անգամ շնորհակալություն հայտնել այն դիզայներներին, ովքեր ինձ օգնել են այս իրավիճակից ինչ-որ ձևով դուրս գալ եւ համագործակցել են, այս համագործակցությունը եղել է հետեւյալ, երբ նրանք ինձ տարբեր միջոցառումների համար կամ կարել են կամ ունեցած իրենց հագուստից տվել են հագուստ ես կրել եմ եւ վերադարձրել եմ իրենց ինչի համար անչափ շնորհակալ եմ այդ ջանքի եւ աշխատանքի համար եւ նորից ներողություն եմ խնդրում նրանց մեծապես հարվածի դնելով պայմանավորված իմ կերպարով եւ այլն։ Այսպեսով ստեղծություն, ինչ որ հանդիպում չեմ ուզում ասել սիրում եմ բոլորիդ, որովհետև իմ կարծիքով սերը մի բան է, որը ոչ թե պետք է ասել, այլ պետք է գործողությունով ցույց տալ, հոգատարությամբ, այն խնամքով, որ ուղղվում է սիրած էակին։ Ես կարծում եմ, որ այս մոտ 8 տարիների ընթացքում իմ գործողություններով համենայն դեպս դրանց հիմքում միայն եղել է սերը եւ հոգատարությունը ձեր եւ պետության հանդեպ։ Աստված պահապան բոլորին, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Տեսակ ժողովուրդ ջան, սմարտը 8 տարի վարչապետի կին է եղել, բայց այսօր անտեր հելավ ընկավ դուրս, սրտիս հետ չնստավ իրոք, լավ, մի ուժելի 8 տարի աշխատակ, իկին անավ, մի հատ տուն ինչ էր չկարացակ մի հատ տուն առնեիք, այման, իրոք էլի ինչ ասնիվ էին, ես էլ մեղադրում էի, ասում էի, տեսակ չէ ժողովուրդ ջան, տուն չունիս քեզ խեղճ տուն։ Վեշերն էլ հավաքել է հելա։ Ուր պետք է դա հես ցրտին։
Ես անձրևին այդ խեղճը ես ծրդին ուրա գնալու հա Ինքինանա բա ուր պետք է գնաք ես անձրևին բան հանի գցին դուրս հա տնից վերջը Լուրջա ինչ պետք է անի արա ես նոր բախի շուտ չէիք ասում որ փող չեք ունեցել շորերը պրակատով եք վերցրել հələ նայեք ինչ խնայող կինա մի անգամ հագնելու համար այդ մարդը չի առել պրակատով է վերցրել Էս ինչ լավ մարդ է Էս ինչ լավ Բայց իրոք էլի որ փող ավակեք մի հատ բուն առնենք վերջը Արա այն նախկիններ արա այդքան թալնել են կերել են այդքան տներ են առել ես խեղճեր արա 8 տարի վարչապետի կինը աշխատե մի հատ տուն չունի մի հատ տուն 5 միլիոն դրամ փող է հաշվին դրանը պետք է յոլա գնա 5 միլիոնով ինչ պետք է անի 5 միլիոնով է սիրտ կինը ուր պետք է գնա ժողովուրդ Լավ այդքան իրանք ձեր համար այդքան ձեզ սիրում է այդքան արելա Պրոստը մտածում եմ ինչ արիք էլի ես 7 տարվա 8 տարվա մեջ որ ասում ես ես իմ սերը գործողություններով եմ ապացուցել Օրինակ ինչ ես արել դիքինանա ասենք Յա երդարանների դիմաց որ երդ եք կանգնեցրել Էդ էր սիրո նշանը Լավ մի հատ հարց տանք ինչ փոխված էլի 18 թվին Ձեզ սաղ սիրում էին ասում ես բայց 7 տարիա ինձ այնքան եք հալացել որ խի էլի է ժողովուրդը ձեզ սկսեց հալացել այդքան մարդիկ սիրում էին նվիրվել էին օգնում էին ինչ եղավ որ սկսեցին ձեզ հալացել ինչ եղավ էլի այ ժողովուրդն է մեղավոր Կաղա որ իրանց երեխեքին սպանել էիք պետք է ասեին դե լավ դե հիմա լավ երեխա էր էլի մի հատ էսյան մի հատ այնյան պետք է գային ասեին արեք ձեր ցավը տանեմ ուզում եմ պրոստը իրոք անկեղծ հասկանանք պրոբլեմը ձեր մեջ է եղել թե ժողովրդի մեջ է որ ձեզ սկսին այտենց ատել չսիրել չընդունել հա սմաներ ուղղակի մի արեք սուպուս ձեր վեշերը հավաքեք ճիշտ եք հավաքվեք քիչ ձեր վեշերը սաղը հավաքեք Ձեր գնալու ժամանակն եք էլա Նաև գնալուց բացի պետք է պատասխան տակ մարդկանց 100 հազարավոր նվիրյալ քաղաքացիների խաբելու և դավաճանելու համար Ինչու խաբեցիք և դավաճանեցիք պատմեք իլուր ամբողջ աշխարհի այ ժողովրդի պատմեք ինչու դավաճանեցիք